Խաչմերուկներում տեղակայված չեն նշաններ, գլխավոր եւ երկրորդականի եւ վթարների դեպքեր են տեղի ունենում եւ ապա գործակալներն իրենց քմա հաճույքով որոշումներ են կայնած իրականացնում։ Այսինքն կան խաբեության դեպքեր, որ մենք բերել ենք ձեզ խաչմերուկի վայր, որպեսզի մենք ցույց տանք ձեզ այս երկրորդական փողոցով երթևեկողը բախվելով գլխավորի հետ, հետագայում գլխավորին մեղավոր են հանում։ Անձամբ պատկերացրեք, եթե անգամ գլխավոր փողոցով երթևեկող վարորդ ասում է դե լավ, եթե ես մեղավոր եմ, կասկո համակարգով ինձ ներկայացրեք, տրամադրեք ինձ հատուցումը։ Ասում են դու կասկոյի դիմում չես գրել։ Այսինքն այդ մարդը 152.000 տարեկան գումար է վճարել։ Իրան ասում են դու առաջի 3 օր այդ կասկոյի դիմումը չես լրացրել, բայց իրեն խաբել են, ապայի դիմումն են համակարգի, պայմանագիրն են կնքել տվել, ասելով դե դուք այնքան ճիշտ եք, որ դրա մասին խոսք չկա, դուք ստորագրեք եւ մենք ձեզ կհատուցենք։ Մեր բողոքը խաբեության դեմ է, խաչմերուկն ենք ձեզ նկարահանում, որ նախ խաչմերուկը ճանապարհային ոստիկանության կողմից հաստատված չի օրինական, բացի դրանից էլ այն քաշքշուկները ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակից մինչև հաշտարար, որը տևում է 6 ամիս, իսկ այդքան ժամանակ մեքենան չի կարող տուգանային հրապարակում մնալ եւ մարդը չկարողանա վարի։ Այդքան գումարները թող տրամադրեն տուգանային հրապարակներ կառուցեն, որ եւ այդ տուգանային հրապարակներում փորձագետներ նստեն, որ անմիջապես բացատրությունները տրվեն, մեղավորին անմեղին պարզեն, փորձագետն էլ պարզի, ուղարկեն հատուցման։ Էլ ոստ են նստենք թե 10 օրում պետք է հետաքննիչը բացատրություն հավաքի, երկու կողմից հավաքի, հետո էլ 2 ամիս ասի կտգան փորձագետները իրենց եզրակացությունը կտան, փորձագետի հասցնել չեն ասում, նստի 2 ամիս բնակարանում սպասի թե քեզ ով է զանգելու, գաղտնի է դա։ Մերին չեք պատրաստում կամ դիմել եք։ Դե մենք հիմա ուզում ենք 5 շաբթի օրը ընդհանուր, ուրեմն տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչներով հավաքվենք կառավարության շենքի դիմաց եւ հանդիպենք միայն վարչապետին, ոչ մի նախարարի հետ մենք չենք ուզում ժամանակ կորցնել, ոչ տրանսպորտի, ոչ կենտրոնական բանկի նախագահի, ոչ ֆինանսների, ոչ ճանապարհային ոստիկանության ղեկավարության հետ, մենք դռնե դուր ամեն օր ցույց չենք անելու։